Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում ահա եւ կայացավ հերթական, թերևս ամենակարևոր հանդիպումներից մեկը։ Աննան ու Սոսը վերջապես կանգնեցին դեմ առ դեմ ճշմարտություն իմանալուց հետո։ Սոսը իր վերադարձից հետո երկար էր թակում այն դուռը, որը տանում էր դեպի Աննա, սակայն այդ դուռը այդպես էլ չբացվեց, քանի որ Աննան մինչև վերջին վայրկյանը հավատում էր Միքայելի մաքրությանը։ Թեկուզ այն բանից հետո, ինչ իմացավ, թե Միքոն ձորն է գցել Սոսին ու մտածել, թե Սոսը մահացել է, դրանից հետո էլ Աննան շարունակում էր հավատալ Միքայելին, հավատալ, որ Միքայելն այնքան է սիրում նրան, որ նման քայլի չի գնա։ Բայց այսօր ի վերջո ճշմարտությունը հասավ նաև Աննայի սրտին։ Նա խոնարհվեց Սոսի առաջ, ներողություն խնդրեց այսքան ժամանակ չհավատալու ու խաբված լինելու համար։ Սակայն Սոսի համար այս ներողությունը արդեն ոչ մի արժեք չուներ։ Նա սպասել էր այդ խոսքերին, երբ դրանք կարող էին ինչ-որ բան փոխել։ Իսկ հիմա նրա ներսում միակ բանը, որ վառվում է, վրեժի կրակն է։ Սոսն ասում է. ինքը պիտի գնա։ Գնա, բայց ոչ թե պարզապես հեռանա, այլ հեռանա այն ճանապարհով, որը կորցրել էր 25 տարի առաջ։ Նա պատրաստվում էր Արամի հետ երկրից մեկնել, թողնել ամեն ինչ, բայց երբ իմացավ, որ Անգելինան իր աղջիկն է, Աննայի հետ ունեցած սիրո միակ պտուղը, ամեն բան փոխվեց։ Այժմ նա չի պատրաստվում թողնել ոչ մեկին։ Նա որոշել է վրեժ լուծել Միքայելից, այնպես, որ վերջինս ամեն օր մահ մուռա իրենից։ Սա պարզապես սպառնալիք չէ, սա խոստում է, հստակ, վճռական եւ անդառնալի։ Սոսը գնում է այս ճակատամարտին, չգիտակցելով, որ վերջում ինքն էլ չի մնալու։ Այս պատերազմը սկսվել է 25 տարի առաջ ու վերջանալու է երկու կողմերի լիակատար պարտությամբ։ Ոչ հաղթողներ, ոչ էլ արդարացված արդարություն։ Միայն չվայելված հայրություն, միայն չապրած տարիներ։ Միքայելն էլ իր հերթին պատրաստ է այդ վերջնական բախմանը։ Նա այլևս սփոխանք չի փնտրում, ներողություն չի ակնկալում, գիտակցում է, որ ամեն ինչի վերջը մոտ է, բայց վերջին նախադասությունն այդ գլխում դեռ չի գրվել։ Սոսը հեռանում է Աննայի հետ հանդիպումից, առանց խոստովանությունների, առանց վերջնականություն տալու կապին, գնում է հերթական անգամ լռության մեջ թաղվելով։ Բայց մինչ Սոսը պատրաստվում է իր պայքարին, մյուս կողմում ևս աղետ է հասունանում։ Ավագի առողջությունը կրկին վատանում է, նրա վիճակը գնալով ծանրանում է։ Այս անգամ ոչ Վիկտորիան, ոչ էլ Անգելինան չեն սպասում։ Նրանք առանց վարանելու նրան տեղափոխում են հիվանդանոց։ Այս իրավիճակը իմի է բերում բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր մինչ այդ հեռու էին։ Մերին, Արամը եւ անգամ Սոսը գալիս են տեսակցության, ոչ թե ավագին, որքան Անգելինայի կողքին լինելու համար։ Անգելինայի հոգեվիճակը անհասկանալի է նույնիսկ իրեն։ Մի կողմից նա իմանում է, թե ովքեր են իր իրական ծնողները։ Մյուս կողմից նրանք, ովքեր նրան մեծացրել էին, այժմ տառապում են, մահվան եզրին են։ Նա չի ատում ոչ մեկին, բայց ներսում ամեն բան քաոս է։ Սերն ու ցավը խառնվել են իրար։ Չգիտի ինչ զգա, վստահությունը փշրվել է։ Միակ բանը, որ հիմա հստակ է Անգելինայի համար, այն է, որ այլևս երբեք ոչինչ չի լինելու այնպես, ինչպես առաջ էր։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սոսը կների Աննայի եւ արդյոք նրանք կվերամիավորվեն։ Գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ,
Հեսար եմ այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ Դանել վաճառը։ եմ հարսանիքի սեղանից համը։ Շնորհակալություն Ռոբերտ։ Մի քիչ թարխուն տարեկան։ Դու խաշտի։ Շիկինոլայի մարքշուփ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով? Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Ու մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը մեկ էլ ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Ելինը մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից sense իմ սիրտը լցվել էր։ Ես չի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, բայց ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրոնզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին շատ մոտ ենք, մեր անկեղծությամբ ես եւ Լևոնը։ Ինքան պարտավորեցնող էր այդ խոսքերը, վարդում ես իրանց տոն հրավիրեց, օրվա ընթացքում շատ անգամներ այն հետ պատահում, ու դա ինձ ուժ է տալիս, որ ես ավելի մեծ սիրով նկարվեմ ու աշխատեմ։ Երբ թե երբ ավարտվելու պրոյեկտը, նախնական տվյալներով ավարտվելու է դեկտեմբերին, եթե դեռ թարմացումներ չկան մեր պրոդյուսերի մոտ, իրականում, երբ որ ես մտածում եմ, որ մեր պրոյեկտն ավարտվելու է, ես շատ տխրում եմ։ Թվում է, թե այս ամբողջ